Բարլույս սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի եկած եք Տիրոջը դան։ Այսօր հատկանշական օր է, այսօր մայրերու տոն է։ Այսօր celebrate պիտի անենք։ Այսօր պիտի նշենք մայրերը եւ ամեն մեկուտ շնորհավորանք պիտի ասենք։ Դուք արժանի եք սիրելի մայրեր։ Ասդան մեջ գտնվող բոլոր մայրեր, մեծ մայրեր, հոգևոր մայրեր, ձեր տոնը շնորհավորը լա։ Նաև անոնք, որոնք մեզի Facebook-ով գհետևին, բոլոր մայրերուն գսենք շնորհավոր մայրերու տոն։ Սիրելի մայրեր, դուք արժանի եք սիրվելու, արժանի եք գնահատանքի, դուք օրհնյալ մայրեր եք, ձեր վարձքը գադար, դուք հարգվելու, բադվվելու, գնահատվելու արժանի եք։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք սիրելիներ, Ասածո խոսքը մեզի գսե, ասված երբ տասնապանյան դվավ, անոր մեջ ինչ ասավ, գարտանք ելիցի մեջ, գսե հարկե քու հայրդ եւ մայրդ, բադվե քու հայրդ եւ մայրդ։ Եվ նոր ուխտի մեջ մենք գարտանք, որ այս առաջին բադվերն է խոստումով։ Նաեւ Արագած 31:28-ի մեջ ինչ գսե, Գիտենք, անոր դղակը գսե գելեն ու զանիգա երանելի գանվանեն, անոր այրնալ զանիգա գքով է, անոր դղակը, այսինքն զավակները գելեն և զանիգա ինչ գանվանեն երանելի, զավակներ, ձեր մայրերուն օրհնեցեք, քովասանքի խոսքեր ասեք, շնորհագալական խոսքեր ասեք, այրեր, ձեր դիգիները քովեցեք, որտև անոնք մեծ աշխատանք կդանին, թե իրենց տան մեջ եւ թե իրենց զավակներուն։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք սիրելիներ, շատ հետաքրքրական է, որ երրորդ թագավորաց երկրորդ գլխուն մեջ հիշադակված է, որ Սողոմոն, որ ամենաիմաստուն անձն էր եւ հարուստ անձնավորությունը եւ թագավորը, գգարտանք, որ երբ գսե Փերսապե իր մայրը գսե իր քովը եկավ, որբեսի իր մե փամը խնդրե, գսե Սողոմոն ոտքի ելավ իր քահեն Եվ գսե իր մայրը, թեպի իր մայրը կնած եւ խոնարհություն հրավ, որպես հարկանք, եւ ետնալ գսե իր աջ կողմը աթոր թրավ եւ իր մայրը նստեցուցոն։ Ինչ հարկանքի բաժինը չէ, սիրելիներ, թակավոր լալով, հարուստ անձնավորություն, իմաստուն անձնավորություն իր կահենգել է եւ խոնարհություն գնե, երբ իր մայրը գտեսնե։ Սիրելիներ, մոր ծառայությունը Եվ դարած անշահախնդիր աշխատանքը իր զավակներուն կարևոր է, այժմ էական է, անփոխարինելի է եւ իր ընտանիքին եւ հատկապես իր զավակներուն կյանքի մեջ համաձայն եք։ Մոր սերը սիրելներ անզուգական է։ Մոր աշխատանքը անփոխարինելի է։ Մոր գամքը ամուր է ժայռի պես։ Մոր աստեցությունը եւ քաչալերանքը սիրելներ իր զավակներուն կյանքի մեջ հավիդենական է աստեցությունը քաչալերանքը հավիդենական է մայրը սիրելներ միշտ հավատացողն է իր զավակներուն մի քանի օրինակ դամ աշխարհեն գիտեք Թոմաս Էդիսոն որ ավելի քան 1000 քյուդեր ըրած է 1000 քյուդեր ավելի քյուդ հնարած է Բայց սիրելներ, երբ Էդիսոն փոքր էր, շատ անհաջող բզդիկ մը եղած է, շատ զույլ բզդիկ մը եղած է, նույնիսկ իր ուսուցիչները հույսերին գդրած են, և զինքը դբրոցեն ինչ ըրած են, դուրս դրած են։ Բայց Նենսի Էդիսոն, իր մայրը, երբեք չհուսահատած, հավատացած է իր զավակին, քաչալերած է, շարունակած է, սորվեցուցած է, մինչև որ իր զավակը օրմը համաշխարհային քյուտ կդավ, գիտեք, չէ էլեկտրական լամպը ինքը կդած է, որ լուսավորած է դուներ եւ փողոցներ։ Նաեւ Սուրբ Օգոստինոսի մայրը Մոնիկա Սուրբ Օգոստինոս շատ աշխարհային մոլություններով եւ ցանկություններով լեցուն երդասարդ մը եղած է, աշխարհի մեջ, բղծության մեջ, բայց իր մայրը Մոնիկա հավատացած է իմ զավակս պիտի թարնա իմ զավակս պիտի արթնա օրմը աղոթած է հավատացած է արցունք թափած է աղոթած է շարունակած է չէ հանձնված
Եվ այսօր գիտենք, չէ, Սուրբ Օգոստինոս համաշխարհային կետնի վրա մեծ ուսուցիչ եւ աստվածապան է։ Կտեսնեք սիրելիներ մոր աստեցությունը, մոր հավատքը իր զավակներուն։ Նաև սիրելիներ Սուրբ Գիրքը լեցուն է, հոգևոր մայրերով, լեցուն, որոնք հավատացին, վստահեցան, որ Աստված իրենց զավակը պիտի կործածե։ Անոնց մեկը Մովսեսի մայրը սիրելներ, գիտենք չէ հոգապետ Մովսես քերության մեջ ծնավ եւ երբ որ ծնավ հոգապետ կսե չի վախցավ փարավոնին հրամանեն ինչ էր հրամանը որ ամբողջ մանուկները Բիդի սպաննվին, հոգապետ կսե զանիգա բահեց, դեսավ թե դղան կեղեցիկ է, ասավ թե այս դղան աբակա ունի, հույս ունի և ես չեմ դար այս դղաս, բահեց չուրերուն վրա տրավ և ետ կգիտենք չէ, Մովսես իր ժողովուրդին 430 դարվա կերութենեն պրգողը եղավ, հոգապետ հավադած, որ իր զավագը մեծ անձնավորություն գլա. Նաև Աննա սիրելիներ, երբ որ Սամուելը ստացավ դերոջմեն, ինքն իրեն չի բահեց Սամուելին, ասավ որ այս Սամուելը այս տղաս Աստված տվավ ինձի եւ գիտեմ որ այս տղան մեծ աբակա ունի, այս տղան մեծ անձնավորություն միտելա եւ դարավ եւ դաջարին հանձնեց եւ Սամուել մանուկը դաջարին մեջ մեծավ Աստծո ցայնը լսելով եւ գիտենք չէ Սամուել մեծ մարգարե եղավ օրին իր ժողովրդին մեջ Նաև Դիմիտրիոսի մայրը գա, չէ, Դիմիտրիոս իր մեծ մայրը եւ Նիգե Լավոտիա զինքը տասյարագեցին, զինքը հավատք ներշնչեցին, Աստծո խոսքը սորվեցուցին, չնայած որ Դիմիտրիոսի հայրը հույն էր, հետանոս էր, քրիստոնյա չէր, բայց իրենք որպես մայր, մեծ մայր, ածավագին հավատացին, վստահեցան, սորվեցուցին, տասյարագեցին և գիտեք Դիմիտրիոս երդասարդ հովիվ եղավ և Բողոս Արաքյալի սրդագից մդերիմ կործագիցը եղավ։ Սիրելներ մոր ամենամեծ ներծրումը ասաշխարին միան ինչ աշխատիլը կամ ինչ կորձ ընելը չէ, Հաբա զով տասյարագելն է, զով մեծնելն է։ Սիրելի մայրեր, մեր աստեցությունը ավելի խորունգ է, ավելի մնայուն է, ավելի էական է, քան խմցնել, հագցնել, գերցնել, այլ ինչպես կցևավորենք մեր մանուկներուն սիրտը, ինչպես կցևավորենք մեր մանուկներուն նգարակիրը, ինչպես կցևավորենք անոնց հավատքը շատ կարևոր է։ Այսօր սիրելիներ վերջապես գուզեմ մի քանի գեդերով անդրադառնալ Մարիամի մասին։ Մարիամ ծանոթ է, չէ՞, Մարիամ Հիսուսի մայրը։ Սիրելիներ մենք մեր մայրերը չնդրեցինք։ Աստված ամեն մեկուս հիանալի մայրեր տվավ, որոնք իրենց կարողությանը սահմաններուն տակ, իրենց լավակույնը ըրին, չէ՞, համաձայն եք։ Ամեն մայր իր գարելին ըրավ իր զավակը տասյարագելու համար։ Գադարյալ մայրեր չգան սիրելիներ։ Ամենքս մարդ ենք, գադարյալ չենք։ So գադարյալ մայր լալու պրեշերը վերցուր վրա էդ։ Ամեն բան չենք կրնարնել։ Բայց սիրելիներ, երբ որ Աստված ուզեց իր միածին որդին ասաշխար բերել, Երբ ուզեց իր միածին որդին աշխարհ մտցնել, որու ընդրեց Մարիամին ընդրեց։ Ուրեմն Մարիամի միջոցով պիտի կար Աստծո որդին։ Ինչու Աստված Մարիամը ընդրեց։ Եկեք այսօր մի քանի գեդերով նայենք թե Աստված ինչու Մարիամը ընդրեց որպես իր զավգին մայր։ Մարիամ Աստվածամայր լալու մակտրին արժանացավ, գոչումին արժանացավ ինչու։ Առաջինը սիրելներ շատ հատկանշական է Մարիամի հնազանդությունը Աստծո խոսքին եւ Աստծո ծրագրին։
Գիտեք չէ, Ղուգաս ավետարանիչը սիրելներ շատ դիթեյլով գրած է Մարիամի պատմությունը, ինչպես Գաբրիել հրեշտակը եկավ եւ իրեն հայտնեց, որ դու ինչ պիտի լաս, Աստծո մայրը պիտի լաս։ Եկեք կարդամ ցեզի մի քանի համարներ, որովհետեւ ավելի ծեր մտքերուն մեջ դպավորվի։ Ուրեմն Ղուգաս ավետարանիչը առաջին գլխուն 36-րդ համարի մեջ այսպես գրած է. Երբ ուզեմ գարտալ 36-րդ համարեն, այսպես է, հետևինք, հրեշտակը անորսավ, անշուշտ եկավ եւ իրեն ինչ ասավ, ողջույն քեզ, ով շնորհնգալ գույս, դերը քեզի հետ է, թունգիներուն մեջ օրհնյալ ես, յետքը գսե հրեշտակը անորսավ, մի վախնար Մարիամ, վասնզի Աստծմե շնորհք կդար, ահա պիտի հղանաս, որդիմը պիտի ծնանիս եւ անոր անունը Հիսուս պիտի տնես, անիկա մեծ պիտի ըլլա, Փարսիալի որդի պիտի գոչվի, Դեր Աստված անոր պիտի դա իր հորը Դավիթին աթորը ու Հակոբին դանը վրա Հավիդյան պիտի թակավորե, անոր թակավորությունը վերջ պիտի չունենա, Մարիամը սավ հրեշտակին, ինչպես պիտի լա այդ բանը, որովհետև ես այր մարդ չեմ գիտեր, հրեշտակը պատասխան տալով սավ անոր, Սուրբ Հոգին անոր վրա պիտի գա, ու Փարսիալին զորությունը քու վրա Հովանի պիտի լա, ուստի ան քեզ մեծ զնանելու Սուրբը Աստծո որդի պիտի գոչվի, ահա քու ասկագանդ Եղսապետ անիգայալ իր բարավության ադենը արու զավագով մհղի է, Անիգա այն ամուլ ըսվածին 6-րդ ամիսն է, վասնզի Աստծո կով բնավ անհնարին բամը չգա, Մարիամ ըսավ, ահա ես Տերոջը աղախինն եմ, քու ըսածիդ պես թողլա ինձի, ինչ ըսավ Մարիամ, քու ըսածիդ պես թողլա ինձի, Մարիամի հնազանդությունը Աստծո խոսքին, գիտեք սիրելներ, Մարիամ հասուն չափահաս երդասարտուի մջեր, այն ադեն հրյական սովորության մեջ գամուսնանային թինեյջերներ, այսինքն 13, 14, max 16 տարեկան թինեյջերներ էին, որ գամուսնանային, մենք գիտենք, չէ միդլիստեն եկողները, որ չափ գանուխ գամուսնանան, Մարիամ սիրելներ թինեյջեր էր, բարմանուհի էր, երբ իրեն հրեշտակը երևցավ, եւ այս բոլոր մանրամասնությունները իրեն ինչ ասավ, որ ամեն գիտելիքները մեկ են Մարիամի վրան թափվեցավ, տուն ընդրված ես, տուն շնորհնգալ ես, քեզ մե Աստծո որդին պիտի ծնի, քեզ մե փրկիչը պիտի ծնի, եւ այլն, այս բոլոր բաները, երբ որ Մարիամի ըսվեցավ, Մարիամ դագավին ինչ էր, բարմանուհի էր, փոքր աղջիկ մներ, բայց երբ որ հասկացավ, որ Աստված ծրագիր ունի եւ պլան ունի իրեն համար, ինչ ասավ, քու ըսածիդ պես թող ըլլա ինձի։ Գիտեք սիրելներ, Աստծո որդին դաստիարակելու, սնուցանելու, մեծնելու պատասխանատվությունը որքան մեծ է, որքան ծանր է, բայց Մարիամ ինչ երավ, այո, սայն երավ, այո դեր, քու ըսածիդ պես թողլա ինձի, դե պետք հիմա չեմ հասկնար ամեն բան, բայց քու խոսքիդ կվստահիմ, քու խոսքիդ կհանձնվիմ, այո դեր, ես պատրաստ եմ, քու խոսքիդ պես թողլա ինձի։ Բայց եկեք հարցնենք, Մարիամ, գիտես որ դու գրնաս նշանածդ գործընծնել, որտեղ Մարիամ նշանված էր, չէ, Հովսեփի, եւ երբ որ այսպիսի դեպք մբադայի եւ հղի գտնվի, Մարիամ, գիտես որ դու գրնաս քու նշանածդ գործընծնել, Մարիամ, գիտես որ դու գրնաս քարգոցվիլ, ըստ երկրորդ օրինաց 20-րդ գլխուն մեջ, որտեղ օրին երբ որ գույս աղջիկ մհղի գտնվեր, հրաբարակը կհանեին եւ կքարգոծեին մինչեւ մահվան։ Մարիամ, գիտես որ գրնաս քարգոցվիլ, Մարիամ, գիտես որ այս կոչումը իր հետ դարաբանք, նեղություն եւ դժվարություն պիտի բերե, դու քո աչքերովդ պիտի նայես քո զավակիդ դժվարության, նեղության, ապտակներուն, ձեձերուն, խաչվելուն, մահվան, գիտես Մարիամ, գիտեք սիրեներ, ծանր բարդականություն էր Մարիամինը, թիրուն բամը չէր, Մարիամ լման իր ամուսնության պլաններեն, ծրագիրներեն վազանցավ սիրելիներ,
Գիտեք, ամեն երդասարդ աղջիկի ուրախությունն է գծրակրեն 1 տարի Ավստրալիայի մեջ, 1 տարի գծրակրեն իրենց ամուսնության պլանը, բայց Մարիամ ամեն ինչ իրավ 1 դիտրավ, դեր ոչ թե իմ պլանս, Հաբակու պլանըդ, Սիրելներ այսօր հավատացյալներ կան, 1 օրվա պլանը չեն կենսելներ, 1 օրվա, որբեսի Աստծո դունը կան։ Մարիամ իր ամբողջ ամուսնության պլանը 1 կողմ դրավ, որբեսի Աստծո պլանին այո ասե։ Սիրելներ, Մարիամ հնազանդ էր Աստծո խոսքին, եւ այս մեկը իրեն մատնացույցը որ Աստված զինքը ընդրե եւ գիտեք իրեն նմանալ Հիսուսը մեծուց Հիսուս կսե երբ որ գարտան Ղուգասի մեջ գսե Հիսուս հնազանդ էր իր երկրավոր մորը եւ իր երկրավոր հորը նաեւ իր երկնավոր հորը հնազանդ էր եւ ամեն ադեն ինչ կսեր հայր կուգամ կթողլա ամեն համացայն եք So Մարիամ հնազանդեցավ Աստծո խոսքին եւ ինչը սավ Աստծո խոսքը մի մորնակ դեր քու ուզածիդ պես թողլա ինձի Իսկ երկրորդը սիրելներ Մարիամ շատ խոնար անձնավորություն մներ Ինչեն գիտենք այս մեկը երբ որ հրեշտակին կպատասխանե գսե ահա ես Տերոջը աղախինն եմ Ահա ես Տերոջը ծառան եմ, աղախինը female version-ն է ծառային։ Ահա ես Տերոջը աղախինն եմ դեր ես քո աղախինը դեմ։ Դու ինչ որ ասես, ես անիգա բիդի ասեմ։ Սիրելներ, Մարիամ ինչ էր հնազանդ եւ երկրորդը խոնար էր Մարիամ, սիրելներ։ Այդ շրջանին աբրող աղջիկները սիրելներ, հրյա աղջիկները, գիտեին հինուխտը, գիտեին, որ օրմը մեսիան գույսեմը բիդի ծնի։ Այդ մեկը գիտեին և գսպասեին գույսերը, արդյոք ինձ մե բիդի ծնի, արդյոք ինձ մե բիդի ծնի, գիտեք, Աստծո որդին բիդի ծներ, գիտեին ամենը, հինուխտի մեջ գիտեին ամեն այդ բաները, և ամեն մարդ գսպասեր, որ Terevս ինքը ըլլա, terevս ես ըլլամ, terevս դուն ըլլաս կսպասեին, բայց Աստված որու ընդրեց, Մարիամին ընդրեց։ Գիտեք, երբ որ հրեշտակը քովասանքի խոսքեր ըսավ իրեն, թուն գիներուն մեջ օրհնյալ ես, թուն դերոջմեն ընդրվեցար, թուն ես այն գույսը, որ մարգարեություններուն մեջ հիշված է, որ Աստծո որդին, գիտեք, Մարիամ ինչ ըսավ, ես դերոջը աղախինն եմ ըսավ, դուրսերը երթալով սիրելիներ, ասոր անոր բան չրավ, չի հայդարարություններ չրավ, Facebook-ի վրա, Instagram-ի վրա պոստեր չի գրեց, որ գիտեք ինչ, ես եմ ընդրվածը, ես եմ գանչվածը, ես եմ այս գույսը, որ Աստծո որդին պիտի ծնանի, չէ սիրելներ, այդպես չսավ, Հաբա Մարիամ խոնարհապար ընդրեց այդ մեկը, ըսավ ես Տերոջը աղախինն եմ, եւ նաեւ իր փարապանության մեջ, որ Մարիամի փարապանությունն է, քիչ ետ մի անդրադառնանք, կսե, վասնզի իր աղախինին խոնարհությանը նայեցավ։ Ուրեմն ինչու Աստված Մարիամը ընդրեց, որտեղ Մարիամ խոնար էր, երբ որ այսպիսի մեծ կոչումի մը արժանացավ, խոնարհապար ըսավ, ես Տերոջը աղախինն եմ։ Իսկ սիրելներ նաև Հիսուսալ իր մորը նման խոնար էր, չէ՞։ Հիսուս միշտ խոնար անձնավորություն մներ։ Հիսուս ինքը ասավ ինձ մեզ սորվեցեք, որ սրտով խոնար եմ եւ հոգիով հեզ եմ։ Նայեցեք մոր պատկերը մանուկ Հիսուսի եւ իր մեծնալին հետ կտեսնենք նույն բնավորության քիծերը։ Մարիամ խոնար էր, Հիսուսալ խոնար անձնավորություն մներ։ Իսկ սիրելիներ, երրորդ հատկանիշը Մարիամի անփարապանող եւ երգրբակող անձնավորություն մնեք։ Գիտեք Սուրբ Գիրքի մեջ նույն գլխուն 46-րդ համարին մեջ շատ նշանավոր է Մարիամի փարապանությունը։ Կացեք եւ գարտացեք։ Ես քոց սորված եմ, շատ կսիրեմ եւ հաջող կսեմ սիրելներ։ Մարիամի փարապանությունը շատ նշանավոր է։ Գիտեք, երբ որ Մարիամ այս
թեփքին հանդիպեցավ այս անագնգալ բանի հանդիպեցավ ինչ հրավ սկսավ որի անել ամա ես ինչպես պիտեմ արդյոք Աստծո որդին պիտի մեծնեմ եղեր ինչպես պիտի լա նշանածս պիտի ցկե որի չեղավ սիրելներ մտահոգություն չունեցավ հաբա ինչ եղավ փարապանությունով լեցվեցավ ինչ որ յանքիդ մեջ կա սիրելներ ինչ անագնգալ ինչ դժվարություն Ինչ մեգեն հարցեր փարապանություն էր փարապանություն բարձրացուր Աստծո Մարիամ փարապանող էր Մարիամ երգրբակող էր կացեք եւ գարտացեք իր փարապանությունը Ղուգաս առաջին գլխուն 46-րդ համարին մեջներ սիրելներ Եվ գիտեք սիրելներ ինչ հրավ Մարիամ երբ որ այս լուրը լսեց Եվ փարապանությունով երբ փարապանություն հրավ գսե ելավ եւ Եղսապետին կով կնաց Մարիամ եւ Եղսապետին բատմեց այս բոլորը գիտեք սիրելիներ շատ անգամ մեր հրաշքը որ քեզի կբադայի մարդիկ չեն հասկնար իրենց կսես գիտես հրաշք ունեցա գիտես ասած մե խոսքը արի չեն հավատար նույնիսկ հավատացյալներ երբեմն կգասկածին համաձայն եք բայց Մարիամ գսե երբ որ այս բանը լսեց Եղսապետին կով վազեց Որտեվ հրեշտակը գհիշեք, չէ ինչը սավ իրեն, սավ Եղսապետալ հղի է դերոճմեն։ So Մարիամ ելավ եւ որուկով վազեց, Եղսապետին կով կնաց։ Մարիամ սիրելներ բարմանուհի շատ երդասարդ Սուրբ Հոգին հղացած, գերտա Եղսապետիկով, որ շատ երեց, շատ տարեց, այնալ Աստծո հրաշքով հղացած դիգին երկու հավատացյալ մայրեր կովի գուքան սիրելիներ գիտեք Եղսապետ հատկանշական է գսե երբ որ Մարիամին բարևը գլսե իր բզդիգը որովայնին մեջ գշարժի եւ Եղսապետ հոգիով գլեցվի եւ գսկսի մարգարեություն անել գսե իմ դերոջս մայրը ինձ եկավ երբ որ երկու մայրեր երկու հավատացյալ մայրեր իրար գհանդիպին մեկը մարգարեություն գնե եւ մեկը փարապանություն Մարիամ փարապանություն գնե սիրելներ սիրելի մայրեր հավատացյալ մայրեր երբ կովի գուքանք ինչ գնենք Շատ անգամ գտշկոհին կքանքադինք մեր զավակներուն նյութերը, մեր ամուսիններուն հարցերը, մեր ընտանիքի հարցերով կսպահվենք։ Երբ մայրեր իրարուքով եկան սիրելներ, հոգևոր մայրեր, մարգարեություն ըրին, փարապանություն ըրին։ Գիտեք ինչ հետաքրքրական պատկեր մնե ասո հին ուխտի եւ նոր ուխտը իրարուքով եկավ Եղսապետի որովայնին մեջինը հին ուխտի վերջին մարգարեն էր Հիսուսնալ նոր ուխտի Աստծո որդիներ որ նոր ուխտը պիտի բերե եւ այս մեկ պատկերին մեջ կտեսնենք հին ուխտը եւ նոր ուխտը իրարուքով երկուքնալ Աստծո հրաշքով իրարու հանդիպած հալելույա հալելույա սիրելիներ թող մեր կյանքը միշտ փարապանությունը լա ամեն ինչ որ կա կյանքիդ մեջ մայրեր սիրելի մայրեր փարապանություն ըրեք փարապանությունով հաղթող գլակ Իսկ չորրորդը եւ վերջինը Մարիամ սիրելներ Աստծո խոսքով լեցուներ Մարիամ Աստծո խոսքով լեցուներ ինչ են գիտենք որ Աստծո խոսքով լեցուներ երբ որ գարտանք իր փարապանությունը սիրելիներ գտեսնենք որ իր փարապանությունը ամեն առնված էր հին հին ուխտի ամեն սաղմոսներ են օրինակ Սաղմոս 34 Երկուքը մեջբերում գար մեջը Եսայա 45:21 Առաջին թագավորած երկու մեգեն 10 այսալ Աննայի փարապանություններ մեջը մեջբերում գար Սաղմոս 126:3 Սաղմոս 111:9 Այս բոլորը իր փարապանության մեջ ամենահամարներ էին հին ուխտեն So ասկից կհետևցնենք թե Մարիամ հին ուխտը լավ գիտեր լավ ինչպես սորված էր Մարիամ հին ուխտը գիտեք հիմա մենք այստեղ Սուրբ Գիրքեր ունենք որ մեր ցերկերուն մեջն է եւ դժվարավ համար մը գսորվինք դժվարավ գարտանք բայց Մարիամ ինչպես կոց սորված էր այս ամենը որովհետեւ երբ որ փարապանությունը հրավ չսավ օերտամ at scroll-ը բանամ at բանը բանամ գարտամ Մարիամի սրդեն ելավ այս բոլորը ինչ որ սրդիտ մեջն է Հիսուսը ինչը սավ Սրդին ավել ցուգեն պերանը խոսի So Մարիամի սիրտը լեցուն էր Աստծո խոսքով Գիտեք այն ադեն
Սուրբ Քիրքի սկրոլները կամ քիրքերը միան դաջարներու մեջ, սինագոգներու մեջ, ժողովարաններու մեջ կար եւ քահանաները, ղևդացիները, ովքեր որ էին, բարձրացան գարտային, բարձրացան սաղմոսներ գարտային, բարձրացան սաղմոսներ գերքեին, ժողովուրդը մդիկ կներ։ Ուրեմն Մարիամ սիրելներ ոչ թե միան մդիկ կներ, հաբա ինչ կներ սրդին մեջ կբահեր եւ ասիգա Մարիամի հատկություններն մեկն էր որ ամեն բան սիրելներ գսե Մարիամ իր սրդին մեջ կբահեր Մարիամ իր սրդին մեջ ինչ բահած էր Աստծո խոսքը բահած էր եւ անիգա ինչ եղավ մեկեն դուրս ելավ մեջտեղ ելավ Սիրելներ երբ որ կգարտանք կտեսնենք թե հոն Աբրահամի մասին, Աբրահամի ուխտի մասին գխոսի իր փարապանության մեջ։ Նայեցեք, որ իր բարմանուհի, իր երդասարդ տարիքեն ինչպես հասկացած էր Աստծո խոսքը սիրելներ։ Հիմակվա երդասարտները, երդասարտուհիները, բարմանուհիները Աստծո խոսքեն ոյե մեգադեն դերյակ չեն։ Բայց այս բարմանուհին Աստծո խոսքին դիթեյլներով գիտեր հասկացած էր, ըմբռնած էր, սորված էր եւ անիգա իր մե դուրս ելավ։ Եվ նաեւ սիրելներ Մարիամ սորվեցուց Հիսուսին այս բանը։ Գիտեք Մարիամ սորվեցուց իրենց աղոթները, Մարիամ սորվեցուց դաջար երթալը, իրենց դոները։ Գիշեք Հիսուս 12 տարեկան էր, դաջարին մեջ ինչ կներ։ Յետևը սենյակը գխաղար, մոբայլին վրաներ։ Չէ Հիսուս 12 տարեկան դաջարին մեջ վարդապետներու հետ գսե գզրուցեր վարդապետներու հետ կառներ գուդար Աստծո խոսքին մասին սիրելիներ եւ վարդապետները գզարմանային որ ասիգա ռաբբի մձունգին դակ չէ տասյարակված ինչպես գիտե այս բոլորը այո Հիսուս Մարիամի ձունգերուն դակ տասյարակվեցավ այս բոլորը սիրելիներ Նայեցեք մորմը տասյարակությունը։ Սիրելիներ անցյալ շաբաթ շատ հետաքրքրական էր որ Սերլան Միրնա եւ Համպիկ եղբոր Թուստրը Սերլան հոս նստած էր եւ ես իրեն ուշադրություն գնեի մայրնալ Միրնան գերքեր։ Սերլան ուրախությունով գերքեր Փարերուն գնայր գերքեր մամային գնայր գխնդար Փարերուն գնայր գերքեր մամային գնայր գխնդար Ինչապ ուրախություն է սիրելներ, որ մանուկը դեսնե իր մայրը, որ փարապանություն գնե եւ ինքն ալ գկաչալերվի սիրելիներ։ Սիրելիներ մանուկները իրենց ծնողներուն գնային։ Ինչպես գիտեք իմ թորնուհիս Ագապեն անցյալ շաբաթ սիրելիներ, ասից երկու շաբաթ առաջ 1 ժամ գեցավ եւ փարապանություն արավ։ Գսենք բզիկները չեն գրնար, բզիկները չեն գիտեր, բզիկները սիրելներ ամեն բան գրնան անել, ամեն բան գիտեն, մանավանդ հիմակվա բզիկները, մամաներ սորվեցուցեք։ Սիրելներ Մարիամ իր մինիստրին մեջ, իր զարայության մեջ, որ Աստված իրեն հանձնեց, հաջողեցավ, Այո, հաջողեցավ։ Well done Մարիամ, Աբրիս Մարիամ տուն, երդասարդ տարիքիդ հաջողեցար։ Եվ սիրելներ Աստված ինչ ասավ Աբրիս Մարիամ այն ինչ որ քեզի դվի հանցնեցի տուն հաջողեցար Երանի սիրելներ ամեն մեկ մայր այս արդահայտությունը լսենք մեր երկնավոր հորմեն որ օրը այն մինիստրին որ Աստված մեզի դված է քու զավակդ քու մինիստրի դե քու զավակդ քու ծառայությունը դե բիդի գրնաս քու արաքելությունը դե Բիդի գրնաս օրը լսել ասես մե որ Աբրիս well done հավադարիմ զավակս մդիր տուն եւ քու զավակներդ քեզի հետ մենք առանցին իջեր տանք երգինք մենք եւ մեր զավակները մեր ընտանիքը պիտի երթան ամեն Հալելույա ինչ էին այս 4 հատկանիշները նկարագրիքի ձերը որ Մարիամ ուներ եկեք արակորեն հիշենք եւ որդեգրենք մեր կյանքի մեջ հնազանդինք Աստծո խոսքին եւ գամքին
Ամեն Աստծո ծրագրին, որտեղ Աստծո ծրագիրը ավելի լավ է, ավելի խորուն է, ավելի հավիտենական է։ Մարիամի նման խոնարհ լանք սիրելներ, ինչ որ ունենք Աստծո շնորհքն է։ Այսօր մարդիկա գբարձենան իրենց զավակներով բժիշկ է, արքիտեկտ է եւ այլն, ես շատ լսած եմ մայրեր, որոնք երբ որ գնստիս միան իրենց զավակները գկովեն։ Չեմ գիտեր, եթե դուք հանդիպած եք։ Խոնարհ լանք սիրելներ, ինչ որ ունենք դերոջը շնորհքն է, դերոջ մեն է։ Երրորդ Փարապանող էր Մարիամ, փարապանող սիրտ ունենանք, սիրելի քույրեր, սիրելի մայրեր, ամեն բարակայի մեջ փարապանենք եւ չորրորդ լեցվինք Աստծո խոսքով եւ ոչ թե միան մենք լեցվինք, մենք սորվինք, հապա սորվեցնենք մեր զավակներուն, սորվեցնենք մեր թորներուն, ամեն սիրելներ, հալելույա, հալելույա։ Եկեք երկու վարյան աղոթենք սիրելներ, հալելույա, հալելույա, փառք քեզի Տեր Հիսուս, շնորհակալ ենք Հայր Աստված, որ դու քու որդիդ համար այսպիսի հիանալի դիբար բարմանուհի ընդրեցիր։ Այո Տեր Հիսուս, շնորհ կրեդեր, որ գարենանք մենք ալ Մարիամի նման Տեր Հիսուս։ Ամեն բարակայի մեջ Տեր քեզի հանձնվինք, թե մեր զավակները եւ թե մենք քեզի հանձնվինք, ով Տեր Հիսուսս։ Ոչ թե Տեր Հիսուսս հբարդանանք ու նայն բաներով, հաբա խոնարհ լանք Տեր, եւ Տեր Հիսուս փառք տանք այն ինչ որ Տուն ըրած ես մեր կյանքի մեջ, մեր զավակները Տեր, մեր օրհնությունն են, մեր զավակները քեզ մե բարգև են ով Տեր, դուր որ զանոնք խոնարհությունով, հնազանդությունով մեծնենք ով Տեր, դուր որ Տեր Հիսուս փարապանող հոգի ունենանք ամեն բանի մեջ Տեր, քեզ փարապանենք, թող մեր շրտները ամեն ադեն փարապանությունով լեցվի ով Տեր, եւ թող քո խոսքդ մեր սրդերուն մեջ, մեր շրտներուն մեջ լա ով Տեր, եւ ամեն ադեն որ բանի մգարիք ունենք Տեր, դու պատրաստ ես, դու քո ես, դու ներկա ես Տեր Հիսուս Քրիստոս, որ մեզ զորացնես, որ մեզ քաչալերես, որովհետեւ մենք ալ մեր զավակները զորացնենք, մեր զավակները քաչալերենք։ Օրհնյալ լաստուն, գհավադանք Տեր Հիսուս, որ մեր զավակները Տեր մեզ մե ավելի մեծ հրաշալի գործեր բիդենեն, քու թակավորությանդ մեջ ով Տեր։ Անոնք Տեր Հիսուս քեզի պիտի ծառայեն, անոնք քեզի մարգարեներ, արաքյալներ, հրաշագործներ, worshipper-ներ պիտի լան ով Տեր։ Քու գամքդ պիտի գադարեն, քու թակավորությունդ պիտի տարածեն ով Տեր, այս ժամանակներում մեջ։ Օրհնե ամեն մեկ մայր, քաչալերը ամեն մեկ մայր, բժշկե ամեն մեկ մայր ով Տեր Հիսուս։ Մեր ուժը նորոգ է ով Տեր, որբեսի քալենք, չի թույլնանք, ծառայենք, չի հոգնենք, հապա ով Տեր ամեն ադեն Տեր Հիսուս, քու փառքիդ համար մեր զավակներուն ծառայենք ով Տեր։ Շնորհակալ ենք Տեր, Հիսուսի անով խնդրեցի։ Ամեն, ամեն, Տերը ձեզ շատ օրհնե, սիրելի մայրեր, օրհնյալ մայրեր, սիրալիր մայրեր, ամեն։